AAD Project ընկերությունը ներկայացնում է նոր շնչառություն։ Կան մասնագիտություններ, կա նաև բժշկի մասնագիտությունը։ Բան Անիկ ջան։ Որտե՞ղ չէ։ Տավին աղորդալփականի փոխարինումն է, պրոթեզավորումն է ներանոթային ճանապարհով, որն իրականացվում է Նոր Մարաշ բժշկական կենտրոնում։ Տավին երազանք էր Հայաստանի բժշկության համար, սակայն այսօր Նոր Մարաշյան թիմի բազմաչարչար աշխատանքների եւ նվիրումի շնորհիվ դարձել է արդեն իրականություն։ Ասել Տավի շատ կարճ եւ շատ պարզ է հնչում, բայց գործողությունը իրենից շատ մեծ, ծանր աշխատանք է ներկայացնում։ Բարդություններից կարող եմ նշել, որ հիմնականում մեզ դիմում են պացիենտներ, ովքեր 60-65 եւ ավել տարիք ունեն, ինչպես նաեւ ունեն ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, որոնք բարդացնում եւ անհասանելի են դարձնում բաց վիրահատությունը։ Գործողությունը հրաշք է իրենից ներկայացնում բժշկության ասպարեզում, պայմանավորված նրանով, որ կատարվում է մեծ ծավալի վիրահատություն, մեծ ծավալի գործողություն, որը իր տևողությամբ բավականին կարճ, պացիենտի վերականգնողական շրջանը շատ կարճ է տևում, սակայն իր մեջ ներառում է շատ բարդ, պատասխանատու, պրոբլեմատիկ, էմոցիոնալ ֆոն։ Շատերին թվում է, որ գործողությունը իրենից ներկայացնելով ժամուկես 2 ժամ տևողությամբ միջամտություն շատ հեշտ, շատ հասանելի գործողություն է, բայց իրականում այդպես չի։ Ումարը 5-ին վազացա, սկորին դաժե տուն չհասցրի, մտնել սկորին փողոցից ինձ տարել են մեր Գյումրի կենտրոնից մերոնք տեղափոխել են արդեն Նոր Մարաշ։ Ու Նոր Մարաշ սկսավ այդ պրոցեսը մի շաբաթ իմ վրա աշխատում էին, մի շաբաթ ուղիղ։ Որսակում են այն աշան, որ այդ շաբաթվան տասկում եմ ես 34 կիլո քաշ գցել, որտեղ կասկածում էին, որ կարող է կդրելով անել թոշս։ Ու այդ դեպքում ես շաքար ունիմ, որ չաղեղնիմ, կարող է չկմնելի չկարդում։ Այս Ապոյանը Արշակը, որի համար ես միշտ աղոթում եմ, միշտ մենք լավ ընկերներ ենք, առաջարկում է այդ օպերացիան, փակ օպերացիան։ Բայց մերոնք սաղնդեղ են եղել օպերացիայից հետո Արշակ Ապոյանը 5-ին նասիլ կեսպեր է։ Ու այն ձևով մեր բարեկամների սաղին կանչել է, արև ինքը ինչ-որ ավելի լավ բարեկամն է, էլի։ Դե 36 տարեկան երիտասարդ արդեն համաշխարհային անունեցող մասնագետ։ Հետո եղել է մոմենտներ, ես գնացել եմ իրան տեսնելու, մոդը մարդ եղել, ինձ օրինակ է ցույց տվել, ասել է, նայ 70 տարեկան մարդ է, 10 օր առաջ օպերացիա է եղել, հիմա եկել ինձ տեսակցության։ Ինչ եք վախենում, մարդուկին նստած, ես կաբինետի մեջ տեսա, այլ մարդուկին նստած վախենում են, դե վախենալու են, բայց որ ես որ իմանա, ես է կարող եմ վախենալ, ես չեմ իմացել։ Ինձ տարել պարզեցել ու իրանց լավ բարի գործը կատարել են։ Բայց որ ես սաղ կյանքս մինակ ես չէ, մեր ընտանիքը, մեր ազգը, իմ ընկերներս, բոլորը միշտ Ապոյան Արշակին եւ մնացած իրանց ղեկավարությունը, ով մասնակցել է դեղ, բոլորից ես շնորհակալ եմ, բոլորից։ Փականի պրոթեզավորման ժամանակ ներանոթային փակ ճանապարհով եկեք պատկերացնենք, որ գործ ենք ունենում աշխատող սրտի հետ եւ անհրաժեշտ է լինում կանգնեցնել ֆիզիոլոգիապես, իհարկե մենք ոչ թե կանգնացնում, այլ սրտին կծկումների շատ մեծ հաճախականություն ենք տալիս։ Ֆիզիոլոգիապես դա նույն բանն է, ինչ որ սիրտը կանգնի կյանքի հետ անհամատեղելի ֆիզիոլոգիական երևույթ է ներկայացնում եւ այդ ժամանակահատվածը, որը որ մենք ստեղծում ենք, օգտագործում ենք փականի տեղադրման համար, շատ կարճ վայրկյաններ է տևում եւ այդ վայրկյանների ընթացքում մենք բժիշկներս թիմը
անեստեզիոլոգների թիմը, ինտերվենցիոնիստների թիմը, բուժքույրական թիմը, բոլորը ովքեր մասնակից են, անոթային վիրաբույժները, ովքեր մեր համար շատ մեծ հենասյուն են մեր գործողությունների համար, բոլորս շնչներս պահում ենք եւ կարելի է ասել հիվանդի հետ մի վայրկյան բոլորի մոտ ստոպ է լինում, կյանքը կանգ է առնում, մինչև այն պահը, երբ որ վերականգնում ենք սրտի աշխատանքը եւ մոնիտորին տեսնում ենք տիկ սրտի ռիթմերի վերականգնումը։ Էմոցիոնալ ֆոնը շատ մեծ է։ Բժիշկներին շատ հաճախ նայում են շատ սառնասիրտ, բայց իրականում այդպես չի։ Բժիշկը, ով իր վրա վերցնում է այդ պատասխանատվությունը, այդ բարդ գործողությունների պատասխանատվությունը եւ մտնում է այդ պատասխանատվության մեջ, հոգի էմոցիոնալ տեսանկյունից շատ դժվար է հասկանալ։ Մենք մեր էմոցիաները դատարկում ենք շատ հաճախ մենակ, մեր ընտանիքում, մեր ընկերների շրջանակում։ Այդ ամեն ինչը չի տեսնում պացիենտը, չի տեսնում պացիենտի հարազատները, բայց եկեք չմոռանանք, որ բժիշկներն էլ են մարդ, բժիշկներն էլ ունեն սիրտ, բժիշկներն էլ ունեն հոգի։ Ռիսկով, հապես։ Չոր։ Այնպես ստացվեց, որ ես հիմա զբաղվում եմ ինվազիվ այդմալոգիայով, որը որ կեսը դա բժշկությունն է, կեսը դա էլեկտրոնիկան է, որովհետև առանց իմանալու թե էլեկտրոնիկան ինչ է, ինվազիվ այդմալոգիան ոչ մի գոյություն չունի։ Այդ առումով ես ինձ համարում եմ երջանիկ, որովհետև ես զբաղվում եմ հենց այն ուղղությամբ, որով որ ես հենց մանկուց երազել եմ։ Ընդհանրապես մասնագիտության մեջ ասում են երջանիկ են մարդը, ով սիրով է գնում աշխատանքի ու այդ հարցում չի փոշմանել։ Ինվազիվ այդմալոգիայի ճանապարհը այո բարդ է։ Ես գրեթե 10 տարուց ավել ճանապարհ եմ արել, մինչև հասնեմ իմ ներկա վիճակին։ Ոչ մի րոպե չեմ փոշմանել, բացարձակ, որովհետև ինչ որ ներկայումս մենք անում ենք, անում եմ սիրով եւ ամենայն պատասխանատվությամբ։ Ուղղությունը բարդ ուղղություն է, սրտաբաններից շատերը ինվազիվ այդմալոգիան չեն սիրում, հենց լինելով հենց հաշվի առնելով այն, որ ինքը բավական բարդ ուղղություն է, չնայած զուգահեռ դրան ինքը շատ հետաքրքիր ուղղություն է։ Այո, ելնելով իր բարդությունից նաև ինքը ունի մեծ պատասխանատվության հարց եւ էմոցիաների մեծ հարց կա։ Վիրահատությունների ոլորտում կան եւ մանկական կոնտինգենտ եւ մեծահասակ, ամենափոքր տարիքը, որին որ ես վիրահատել եմ, եղել է 1 տարի 8 ամսեկան, ամենամեծը եղել 98 տարեկան։ Այդ դիապազոնում մեր պացիենտներն են։ Երևի թե ամենաէմոցիոնալը ես կբաժանեմ մանկական վիրահատությունները, որոնք որ ավելի լինելով հայր, լինելով ընտանիքի անդամ, ավելի էմոցիոնալ առումով, հուզական առումով մի փոքր-ինչ դժվար է վիրահատությունները կատարել, բայց ամեն դեպքում հաղթահարում ենք այդ ամեն ինչը։ Բարդ վիրահատություններ շատ ենք ունեցել, որից մեջ ես կառանձնացնեմ երևի թե իմ կյանքի ամենապատասխանատու վիրահատություններից մեկը, դա հղի կնոջ վիրահատություններ, որը որ ուներ բավական ծանր նախասրտային տախիկարդիա, չընդհատվող նախասրտային տախիկարդիա, որը որ առաջացրել էր սրտի կծկողականության կատաստրոֆիկ իջեցում եւ հարց էր բարձրացվել հղիություն ընդհատել։ Երկրորդ տարբերակը դա փորձել գնալ մտնել սրտի խոռոչի մեջ հղի վիճակում եւ արիթմոգեն օջախը վերացնել։ Բավական մեծ թիմ հավաքվեց սրտային վիրաբույժների, ռեանիմատոլոգների, գինեկոլոգների եւ հենց այդ օրը շատ լավ հիշում եմ, բավական մարդաշատ էր վիրահատարանում եւ հենց վիրահատարանում այրման ժամանակ պացիենտի մոտ սինուսայիտը վերականգնվել, դա շատ մեծ ուրախություն էր, որովհետեւ դա արդեն շանս էր, որ եւ մայրիկը եւ բալիկը ունեն մեծ ապագա։ Ասեմ որ դրանից անցել է 2 կամ 3 տարի, ես այդ երեխային պարբերաբար տեսնում եմ, առողջ է, ուրախ է, աղջիկ է իդեպ,
Երբ թե կյանքի ամենածանր վիրահատություններից մեկն է եղել, ավելացնեմ, որ Նոր Քմարաժ բժշկական կենտրոնը ինչպես 90-ականներին, այնպես էլ հիմա հանդիսանում է այն ունիկալ կենտրոններից մեկը, որը որ զբաղվում է սրտաբանության առումով բավական խորը մակարդակով եւ շարունակական, ինչպես ուսումնական, այնպես էլ բուժման առումներով եւ պատվով կարող եմ ասել, որ մենք արիթմոլոգիական առումով այն եզակի կենտրոնն ենք, ով ռուտին կարգով, այսինքն առանց ինչ-որ բան սպասելու, ինչ-որ կադրի կամ ինչ-որ գործիքների սպասելու, ամենօրյա կարգով կարող ենք իրականացնել նախասրտերի ֆիբրիլյացիա, որը որ Հայաստանի առումով շատ եզակի վիրահատություններից է, փորոքային տախիկարդիայի աբլյացիա, հաղորդչական համակարգի խթանում, որը որ բավական նոր ուղղություն է սրտային անբավարարության բուժման առումով, ինչպես նաև մանկական աբլյացիաները, որոնք որ լրիվ ուրիշ ուղղություններ են։ Այդ առումով մեր հիվանդանոցը մեզ տալիս է մեծ թևեր, որ մենք կարողանանք ծավալվել եւ մեր վիրահատությունները իրականացնել։ Ասեմ, որ տարեստարի մեր վիրահատությունները եւ քանակն է շատանում եւ տեսական են։ Ներկա պահին կատարվում է սիարթիդի սարքի տեղադրում, սիարթիդին դա հատուկ սրտային անբավարարությունը լավացնող ներսրտային սարք է, որը որ կատարվում է վիրահատական ճանապարհով, բաղկացածաբուն սարքից եւ 3 առանձին էլեկտրոդներից, լարերից, որոնք մտնում են սրտի տարբեր խորհրդների մեջ։ Տեխնիկապես ինքը համարվում է այսօրվա դրությամբ երևի թե երկրորդ ամենաբարդ տեղադրվող սարքերից մեկը, դրա հաջորդը արդեն հաղորդչական համակարգի խթանումն է բարձրության տեսակետից, որը որ կատարում է բնորոշ բավական մեծ քանակությամբ։ Վերապային մեր պացիենտին սրտային անբավարարություն, որի պատճառով կատարվում է սարքի տեղադրումը, տեղադրումը կատարվում է հատուկ ռենտգեն ճառագայթների օգնությամբ, որը որ նշեցինք տեղադրումը ոնց է կատարվում։ Պացիենտը լինում է գիտակից, հիմա մեզ պայն լսում է, մեր հետ ինձ կարող է խոսել, տեղայնավորացման տակը, հսկողությունը կատարվում է անձնակազմի միջոցով, անձնակազմը տեսնում եք բավական շատ են, բաղկացած է վիրահատական թիմից, այսինքն դա վիրահատական բուժքույրն է, դա օպերատորն է, տեխնիկական մասից, պարտադիր դա էլեկտրոֆիզիոլոգիայի տեխնիկներն են եւ օգնող, այսպես ասած, շրջանառու բուժքույրերը, ովքեր որ արդեն բուժի պատրաստ պահի ադամները, որ երբ հարմար լինի, այդ նույն օրը մենք կազմակերպում ենք վիրահատություն, արագ մաքրենք վերջացնենք կիստաները, լավ։ Բարև ձեզ, ես Հասմիկն եմ, ունեի շատ խնդիրներ, անասելի, ատամների հետ կապված, ունեցել եմ լիքը բուժման փորձեր, այսպես ասած, ապրել եմ Արցախում, այնտեղ էլ շատ ունեցել եմ այսպես այցեր ատամնաբուժարաններում, երբ որ արդեն եկանք Հայաստան, տեղափոխվեցինք Գյումրի, շատ հարցումներից հետո ինձ մի շատ բարի մարդ ասեց, որ կարող ես այցելել հենց Վարդզելյան կլինիկա, այնտեղ քեզ յուրահատուկ ձևով եւ կդիմավորեն, եւ բուժումը կտան։ Մի խոսքով սկզբից շատ վախեր ունեի, ճիշտն ասած, որովհետեւ այդքան փորձերից հետո, շատ ցավերից հետո արդեն վախենում էի, մտածում էի ինչ լինում է թող լինի։ Բայց ամուսնու շնորհիվ ճիշտն ասած ինքը առանց ինձ տեղյակ պահելու եկել էր եւ խոսել բժշկի հետ։ Հետո եկանք արդեն ինձ այդպես ստուգեց, պարզաբանեց, որ լիքը խնդիրներ ունեմ, արդեն իմպլանտների տեղադրման խնդիրել ունեինք արդեն, ճիշտ է շատ մեծ վախեր ունեի, բայց շփվելով բժշկի հետ, իր այդ հանգստությունը, ընդունելության ձևը շատ այսպես ինձ գոհացրեց եւ մեծ հաճույքով հենց առաջի այցից եկա, շատ գոհ եմ մի խոսքով, հիմա լիարժեք շփվում եմ, լիարժեք կարող եմ սնվել եւ որի համար շնորհակալ եմ հենց Վարդզելյանին իր կատարած աշխատանքի համար։ Բարև ձեզ, ես Հովհաննես Համլետի Վարդզելյանն եմ, բժիշկ ստոմատոլոգ։ Ես բժշկական ոլորտում արդեն 27 տարի եմ, ծնվել եւ մեծացել եմ բժիշկների ընտանիքում։ Իմ հայրը եւ մայրը բժիշկներ են, հայրս վաստակաշատ, երջանկայի շատակ Համլետ Վարդզելյանը, ով
վիրաբույժ, քիթկոգորտ վիրաբույժ եղել մասնագիտությամբ, շատ նվիրյալ հասարակությանը, շատ ճանաչված բժիշկ, մայրս սրդաբան նույնպես ճանաչված, փոքր հասակից ես միշտ տեսել եմ իրենց սերն ու նվիրվածությունը այդ մասնագիտությանը եւ դա փոքր հասակից ինձ մեջ ձևավորել է արդեն բժիշկ կրթվելու, բժիշկ դառնալու ցանկությունը եւ ուրիշ մասնագիտություն ես ընթացիկ չեմ էլ ընտրել, չեմ էլ մտածել ուրիշ մասնագիտություն ընտրելու մասին եւ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, շատ եմ սիրում բժշկությունը եւ առավել եւս շատ սիրում եմ ստոմատոլոգիան։ Բժշկությունը դա իմ պատկերացմամբ աստվածատուր մասնագիտություն է։ Բժշկի առաքելությունը դա մարդասիրական առաքելություն է։ Ստոմատոլոգիան իմ համար դա առանձին արվեստի եւ ստեղծագործության մի մասնագիտություն է, առանց որի դա դառնում է սովորական արհեստ։ Դրա համար ստոմատոլոգիայում ես շատ եմ կարևորում գիտելիքները, նախ եւ առաջ կրթությունը, գիտելիքները, երկրորդը շատ եմ կարևորում ձեռքի հմտությունները եւ երրորդը ամենակարևորը դա համբերությունն է ստոմատոլոգի մոտ։ Շատ կարևոր է որ ստոմատոլոգը լինի առաջնահերթ հոգեբան, կարդա հիվանդի հոգեգան վիճակը, հուզմունքը եւ նոր մոդենա մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար։ Ստոմատոլոգիան այն բժշկական ոլորտներից մեկն է, որը մշտապես թարմանում եւ զարգանում է։ Կարող եմ վստահ ասել, որ Հայաստանում ստոմատոլոգիան հետ չի մնում համաշխարհային այդ ստոմատոլոգիական ծառայություններից։ Իմ կինն էլ է ստոմատոլոգ, կնոջս հետ մեր ընտանիքում մենք կարողանում ենք նաև աշխատանքից հետո կիսվել այս խնդիրներից, այդ առօրյայից, աշխատանքային մասնագիտական վերլուծություններ անել։ Գիտեք, համ հետաքրքիր է, որ կողակիցդ քո մասնագիտությունն ունի, բայց մյուս կողմից էլ ոնց որ այդ մասնագիտությունից դուրս չես գալիս, առավոտվանից երեկո այդ աշխատանքի մեջ ես տուն ես գնում, նորից վերլուծում ես օրվա ռիթմը, օրվա աշխատանքը, որտեղ ինչ թերություն կար, որտեղ ինչ կարելի էր անել, չի արվել, որտեղ ինչ ենք լավ արել, ուրախանում ենք, կիսվում ենք։ Ամեն դեպքում շատ ստրեսային աշխատանք է մեր ստոմատոլոգիան, մեր մասնագիտությունը։ Եվ մեր Վարդզելյան ստոմատոլոգիական կլինիկայի կարգախոսը միշտ եղել է կա ու կմնա դա մի վնասիչ կարգախոսն է, քանզի բժշկի առաքելությունն է բժշկելը եւ հավատարիմ մնալը սպիտակ խալաթին եւ երդմանը։ Նույնիսկ ստացները սրտապոց առաջան, դա նորմալ ռեակցիա է օրգանիզմի կողմից, բնությունը ստեղծել է այդ հոմեոստազը։ Այսօր ամբողջ աշխարհը գնում է կախարդելիչ բժշկության ուղղությամբ։ Առողջապահություն տերմինը ինքն իրանով ենթադրում է դա առողջության պահպանում։ Առաջնային ուղղակի բժիշկների, ապա բժիշկների ամենակարևոր գործառույթը դա առողջության կանխարգելումն է։ Այսինքն այն հիվանդությունը, որ հնարավոր է հայտնաբերվել վաղ փուլում, հայտնաբերել կամ կանխարգելել որոշակի հիվանդությունների առաջացումը։ Այսօր գիտությունը այնքան է զարգացել, որ հնարավոր է որոշակի բիոքիմիական անալիզներով, այդ թվում նաև կենսական տվյալներով եւ այլն գնահատել մարդու ամբողջ կյանքում սիրտ-անոթային հիվանդությունների մահացության եւ հիվանդայության ռիսկը։ Եվ այդ թվում գնահատել առաջիկա 10 տարվա ընթացքում տվյալ մարդու սիրտ-անոթային հիվանդությունների հիվանդացության եւ մահացության ռիսկը։ Այսինքն այստեղ առաջնային ուղղակի բժշկի դերը շատ մեծ է, որպեսզի կարողանանք բուժառուներին վաղ փուլերում դեռևս, ասենք ասեմ, յուրաքանչյուր բուժառու միջինում գոնե 20 տարեկանում մեկ անգամ պետք է ունենա ընտանեկան բժշկի կամ սրտաբանի այց, որպեսզի գնահատի իր ամբողջ կյանքի սիրտ-անոթային հիվանդացության եւ մահացության ռիսկը։ Ինչու եմ սրա վրա ուզում շեշտ դնել, օրինակ, եթե վերցնենք սրտանոթային հիվանդությունները, բացի այն սրտի բնածին արատներից, որով մենք ծնվում ենք, մնացած հիվանդությունները գրեթե ձեռբերով են, այսինքն դրանք մենք ձեռք ենք բերում մեր կյանքի ընթացքում։ Նույն աթերոսկլերոզը ինքը 100%-անոց կանխարգելվող հիվանդություն է։ Եթե դրա
ռիսկերը, տոկոսները հիվանդայության վաղ փուլերում հայտնաբերենք, հնարավոր է 100%-ով կանխարգելել այդ հիվանդության առաջացումը ամբողջ կյանքի ընթացքում։ Սրա վրա շեշտադրությունը նրա համար եմ ասում, որտեղ այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, մահացության թիվ 1 պատճառը դրանք սիրտ-անոթային հիվանդություններն են, իսկ սիրտ-անոթային հիվանդությունների մեջ մահացության մեծ տոկոս պատճառը դա աթերոսկլերոտիկ ախտահարումն է։ Իհարկե դա 100%-անով հնարավոր չէ կանխարգելել, որտեղ մենք բոլորս, ոնց որ ամերիկյան ասացված կա, մահանում ենք աթերոսկլերոզով, մեր անոթները տարիների ընթացքում ծերանում են, ձևափոխվում են, բայց կարևորը որպեսզի չմահանանք աթերոսկլերոզի պատճառով։ Եվ մնացած բոլոր հիվանդությունների առումով կանխարգելումը ամենաառաջնային տեղն է։ Իմ անունը Սուսաննա է։ Ես արդեն 10 տարուց ավել, 15 տարի կլինի արդեն, ես գալիս եմ Հեբոյանի մոտ։ Ես շատ գոհ ու շնորհակալ եմ Հեբոյանից, իր այն հոգատարայինքը շատ բարեհամբույր, ընդունում, սիրալից, ծիծաղ դեմքով։ Ես չգիտեմ, իմ ամուսինս էլ արդեն քանի տարի է հիվանդա ինսուլտով, 2 անգամ ինսուլտ է տարել, էլի իր մոտ են գալիս, ինքը շատ հոգատար, ամեն ինչով։ Մի հատ զանգ եմ տալիս իրան, նույն րոպեին կանչում է, նույն րոպեին իր դեղերը ամեն ինչը նշանակում է, ամեն ձևով ես շատ գոհ ու շնորհակալ եմ իրանից շատ։ Առաջին գծի բժիշկները, կարևոր բժիշկները, դրանք ընդհանուր պրակտիկայի բժիշկներն են, GP-ները, ոնց որ կոչվում է ամբողջ աշխարհում, Հայաստանում մի քիչ տերմինը շատ հաջող չի ընտրված, ընտանեկան բժիշկներ, բայց իմաստը դա առողջապահությունն է, հիվանդությունների վաղ հայտնաբերումը եւ վերջի վերջո հիվանդը բուժառուն առաջինը եւ առողջ անհատը եւ բուժառումը առաջինը դիմում է առաջնային պահպանման բժշկին եւ շատ կարեւոր է մնացած հիվանդությունների ճիշտ վարումը։ Եթե մենք չսիրենք մեր առօրյան, այն ինչով մենք զբաղվում ենք, չսիրենք մեր մասնագիտությունը, նախ առաջինը չեն կարող լավ մասնագետներ լինել։ Իսկ բժշկության մեջ դա առավել եւս ակտուալ է, հա, եթե չնես լավ մարդասեր, չնես լավ բժիշկ, նույնիսկ ամենագրագետ բուժումից հետո հիվանդը կարող է բուժված չլինել։ Իր առաջի օրվա գալուց իրան ճանաչում եմ որպես լավ բժշկուհի, լավ մասնագետ, լավ մարդ։ Առիթի դեպքում ինչքան հանդիպել ենք իր նշած դիագնոզները, իր որոշումները, նախ փոխադարձ կազմակերպված ինքը կանչել է, ես ներկայացել եմ։ Այն որ ես իր հետ հանդիպում եմ, իր տված դեղերը կամ իր խորհուրդները ինձ շատ լավ օգնում են։ Եվ ուտելուց առաջ, եւ ուտելուց հետո, բայց ճշման այն գրաֆիկը, որ կազմենք, անպայման նշում են բժշկի Այսօր ձեզ ասեմ, որ շատ քիչ մարդ կա, որոնց մասին ես կարող եմ ասել, որ հոգևոր աշխարհով իրոք արժեք էր։ Մտել էր վիրաբուժության այն երկրորդ этаպին, երբ որ ոնց են ասում, դուխ են ասում, այդ դուխով ինքը մտնում էր վիրահատության, չէ, ինքը փայլուն մանկաբարձր, փայլուն օպերատոր։ Նարեկը եղել է շատ լավ աշխատանքային ընկեր, շատ լավ մեզ աջակցող եւ շատ հարահաս բոլոր սիտուացիաներում, անգամ երբ որ ինքը հիվանդանոցում չի եղել, մի զգուշացրել է, որ կարող եք զանգել, դիմել եւ իրոք հասել է, եթե օգնության կարիք է ունեցել։ Այնպես եղավ, որ ես եւ բժշկուհիները այս ընթացքում հերթապահում ենք իր հետ ավելի հաճախ եւ ավելի իր մարդկային առումով իր բոլոր կողմերը, իր դրական ամեն ինչը բացահայտվեց այդ մի քանի տարվա մեջ։ Միշտ իր հիշում ենք իրեն, միշտ իր մոտեցումները, իր վերաբերմունքը մեր բոլորի նկատմամբ։ Լավ հայր էր ինքը, լավ ամուսին, լավ զավակ իր ծնողների համար եւ ամբողջ կոլեկտիվի համար լավ բժիշկ։ Ուներ իր հիվանդները, որոնց հետ մենք միասին վարում էինք, միասին վիրահատում էինք։ Եղել են դեպքեր, երբ հիվանդը, հիշում եմ, հղին նույնիսկ խաբել էր Նարեկին, որ սա իմ 3-րդ կեսարյանն է, բայց պարզվեց 5-րդ կեսարյանը վիրահատության ժամանակ։ Ասեց բժիշկ ջան, եթե ասեի 5-րդ կեսարյանն էր, կարող է դուք չվիրահատեիք։ Ամեն դեպքում Նարեկը բոլորին զիջում էր, բոլորին օգնում էր, անկախ նրանից հղի ֆինանսական վիճակից, սոցիալական վիճակից, ով դիմում էր, հնարավոր չէր, որ ինքը չօգներ։
նույնիսկ աշխատողներին, եթե ինչ-որ բան պետք էր լինում, Նարեկ Արամիչը միշտ օգնում էր, միշտ կանգնած էր իրենց կողքին։ Նարեկի սեղանն էլ իր տեղում է, չի օգտագործվում, մենք միշտ մտածում ենք ինքը էստեղ է։ Նարեկ Շապազյանը ես ճանաչել եմ ուսանողական տարիներից, նա եղել է մեր ուսանողը, քանի որ այստեղ է տեղակայված Պետական բժշկական համալսարանի մանկաբարձության ամբիոնը, թիվ 2 ամբիոնը, նա ուսանող էր, այստեղ ուսանում էր, այնուհետև ընդունեց նաև կլինիկական օրդինատուրա եւ մեր ամբիոնին կից Երևանի բժշկական կենտրոնում անցավ կլինիկական օրդինատուրան։ Շատ աշխատասեր, շատ համեստ, լսող եւ իր պարտականությունը կատարող մասնագետ էր։ Այն աշճանի, որ ուրեմն Նարեկը մեծ հարգանք եւ համակրանք առաջացրեց եւ նրան արդեն կատարում էր տեխնոլոգիական աշխատանք նվիրված վաղահաս ծննդաբերություններին, նորածինների մահացությանը եւ այլն։ Նա ուներ յուրօրինակ դաստիարակություն եւ համեստ բնավորություն։ Ես Սյուզի Մկրտչյանն եմ, Նարեկ Արամիչի կինը։ Բացի այն, որ Նարեկը իդեալական մեծատառով բարի նվիրված բժիշկ էր, նաեւ շատ նվիրված էր իր ընտանիքին, իր երեխաներին, շատ էր սիրում իր երեխաներին։ Վերջի օրերին 3 օր ծանր աշխատանքային գրաֆիկի պատճառով շատ հղիներ ուներ, տուն չէր եկել, եկավ եւ իմ աչքի առջև մահացավ, ունեցավ սրտի կանգ։ Բժիշկներին հաջողվեց ժամուկես անց վերականգնել սիրտը, բայց արդեն գլխում բոլոր բջիջները մահացել էին։ Շատ մարդիկ խոսում էին, որ Նարեկը ինսուլտ ունի, առողջական խնդիրներ ունի, մահացել է սրանից, մահացել է այլ հիվանդությունից, ասեմ, որ Նարեկը երբեք առողջական խնդիրներ չի ունեցել, երբեք։ Վերջի օրերին, ամսի 24-ին, 26-ին կներեք, իմ քույրիկի տղայի նշանդրեկներ, երբ որ հայտարարեցին ամուսիններին Ռուզաննա եւ Ռոմիկ Բեգլարյաններ, Նարեկը թեքվեց ինձ եւ ասեց. Սյուզի պատկերացնում ես Արամի, մեր մեծ տղայի, որը որ 12 տարեկան կդառնա շուտով, իր հարսանեկին ասելու են Սյուզի եւ Նարեկ Շաբազյաններ, ինքը այդ օրվան էր սպասում։ Անցավ դրանից 4 օր, ինքը մահացավ։ Մինչև օրս իր հղիները զանգահարում են ինձ, գերեզմանի տեղն են ուզում իմանան, գնում են, խունկ են վառում, լացում են, ամեն օր ես հազարավոր նամակներ եմ ստանում, որ մեկ Նարեկ Արամիչը մեր կյանքը փրկել է, ինքը իրոք հազարավոր, 100 հազարավոր կյանքեր է փրկել եւ լույս աշխարհ բերել այդքան ցակուկներ։ Նարեկը Աստծո կողմից ուղարկված մարդ էր այս աշխարհ, ես հիմա նայում եմ իր առաքելությունը, գար, օգներ մարդկանց, փրկեր կյանքեր, նվիրված լիներ իր ընտանիքին, սիրեր բոլորին ու 42 տարեկան հեռացավ մեզանից բոլորիցս։ Շատ շնորհակալ եմ, որ Նարեկ Արամիչին հետ մահու պարգևատրեցին Վահան Արթրունու հուշամեդալով, այո, նա իրոք արժանի էր այս հուշամեդալին։ Նարեկ ուներ անկատար երազանքներ, ես որպես նրա այրի պարտավորեցնող է շատ սա ինձ համար եւ վստահ եմ, որ նրա անունը բոլոր տեղերում կհնչվի եւ կստանա արժանի մրցանակներ։ Շատ շնորհակալ եմ։